սկսել է Փաշինյանի այդ ռեպրեսիվ գործողությունները ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, արդարադատության վրա ինքը քար դնում Հայաստանի Հանրապետության այսօրվա այդ չակերտավոր ընդդիմություն կոչվածի եւ իրեն իշխանություն հռչակած, բայց իրականում խուլիգանական խունտայի համատեղ օպերացիան է, որոնց հիմնական առաջարկը Հայաստանի Հանրապետության հանձնվելն ու պարտությունն է։ Փաշազադեն հայտարարում է, որ պետք է Հայաստանում, չգիտեմ, մզկիթներ կառուցվեն, այդ իսլամական համայնք լինի ինչ։ Եկեղեցու դերն են փորձում նվազեցնել, որպեսզի տեղ ազատեն։ Սա եկեղեցու դեմ արշավ չի, սա Հայաստանի Հանրապետության դեմ արշավ է։ Սա նշանակում է ուժի ազդեցության սպառնալիքի տակ խախտել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ու մեր իրավապահ մարմինները հենց սրանով կարող են գնալ ու ձեռնարկել երկրի թիվ 1 մեղավոր պատասխանատուին։ Բարև ձեզ, եթերում պատմական շաբաթն է, մենք մարտական եղբայրություն միաբանությունում ենք քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ, ես մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանս քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Շաբաթը պատմականորեն կարևոր էր, քանի որ Փաշինյանի հարձակման թափը եկեղեցու վրա մեկ մակարդակ բարձրացավ, ներխուժեց Մայրաթոռի տարածք ազգային անվտանգության ծառայությունը, բախումներ եղան հոգևորականների, նրանց սատարելու եկած քրիստոնյաների միջև եւ աշխարհում տարածվեցին այդ կադրերը, ցավալիորեն ամոթալի կադրեր։ Ինչու, Մասիս ջան, ինչու նախաձեռնեց իշխանությունը հիմա այս հարձակումը։ Բարև ձեզ։ Իրականում այս ամեն ինչը անակնկալ չէր։ Մենք սրա մասին մեր հաղորդումների ընթացքում բազմաթիվ անգամներ խոսել ենք, անդադ բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի մի քանի հիմնարարություններ, որոնց վրա հիմնված է մեր պետականությունը։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ պետությունը հիմնված է բանակի, արդարադատության, ոստիկանության, եկեղեցու, չգիտեմ, ինչու՞ չէ նաև հասարակական կազմակերպություններից երկրապահ, որի հիմքերի վրա ստեղծվել է մեր երրորդ հանրապետությունը։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի հայտարարակ այդ փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը վերցրել է որոշակի պարտավորություններ ու ուղիղ կերպով ինքը գնում է այդ բոլոր պարտավորությունները իրականացնելու ու այդ պարտավորությունները իրականում մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի կողմից անդադ որ հնչեցվում են, պահանջներ են ներկայացվում ու Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների նույն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից է ինչ որ պահանջներ ներկայացվում, որը որ շատ արագ կերպերով Փաշինյանը հանձն է առնում ու սկսում է իրականացնել։ Սա այս շարքից է, այսինքն երբ որ մենք ասում ենք բանակը հեղինակազրկում են, բանակը ոչնչացնում են, բանակի մասին մենակ վատ բաներ են տարածում, կհիշեք, երբ որ մի քանի անգամ այդ 20 թվից հետո միջադեպեր տեղի ունեցան, մեր ամբողջ մեդիա դաշտը տարածում էր այն կադրերը, որտեղ որ օրինակ մեր զինվորներին ծեծում են, դիրքերից հանում են կամ նույն 22 թվականին Վարդենիսում ու Ջերմուկում դեպքեր տեղի ունեցան, որտեղ որ մեր բանակը իրականում այդքանից հետո էլ համարժեք դիմադրություն է ցույց տվել, 200 զոհ մենակ մենք ենք ունեցել 22 թվականին։ Դրա մասին չբարձրացնենք, այսինքն այդ 200 զոհի անունը չեն էլ շոշափել։ Ապրիլյան պատերազմում 100-ից մի քիչ ավել էր 104 զոհ ենք ունեցել, այդ 104 զոհը մեզ համար շատ մեդիա դաշտում, քաղաքական դաշտում շատ խոսացվեց, բայց կարող ենք ասել նույնիսկ որ Փաշինյանը եկավ հենց այդ 104 զոհի մասին խոսելով։ Իսկ օրինակ 22 թվական արդեն դրա մասին մոռացված էր։ 23 թվականին Արցախի դեպքերը տեղի ունեցան, Արցախը հայաթափվեց ամբողջությամբ։ Սրանք մենք սրանց մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք ու ասում ենք, որ սա շարունակական process է։ Հիմա տեղի ունենում օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից, որ հայ եկեղեցին սպառնալիք է, իրենք հայտարարություններ են արել, հաջորդիվ սկսել է Փաշինյանի այդ ռեպրեսիվ գործողությունները ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Սա այս համատեքստում է, բայց սա դեռ շարունակվելու է։ Այսինքն արդարադատության վրա ինքը քար դնում, որ ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատություն չկա, այսինքն մեկ մարդ որոշումները պետք է անվերապահ կատարեն, այսինքն դատարանները, չգիտեմ, քննչական մարմինները, դատախազությունը, բոլորը համատեղ կատարում են մեկ մարդու որոշումներ, այսինքն առավոտը զարթնում է, ինչ որ մի ստատուս գրում է, ըստ այդ ստատուսի սկսում են բոլորը առաջնորդվել իրենց գործերը իրականացնել։ Նշենք նաև, որ եկեղեցին բավականին բարձր վարկանիշ ունի, ըստ հետազոտությունների կարելի ասել առաջինն է, որ մոտ 75%-ով վստահում են եկեղեցուն եւ կարող են մտավախություն ունենալ, որ կարող է առաջնորդ ծնվել հենց այս շարքերից, թեկուզ ոչ Բագրատ Սրբազանը, այլ բոլորովին այլ մեկը։
Ինչու՞ չէ օրինակ Աջապահյանը։ Աջապահյան դրա մասին հայտարարություն արել է, որ ինքը չի հավակնում նման բաների, բայց ես այլ բան կասեմ, եկեղեցին ինքը համախմբող կառույց է, առհասարակ։ Մենք հիմա ինչի չենք կարողանում առհասարակ ինչ-որ մի բան անել։ Սրա մասին էլ պետք է մտածել։ Այսինքն առավոտից իրիկուն արդեն 5 տարի շարունակ ամեն տարի ավելի մեծ դոզայով, մեծ չափաբաժնով Փաշինյան անում է բաներ, որից հետո նորմալ տրամաբանությամբ պետք է Փաշինյան չլիներ իշխանության գլուխ։ Առավոտից իրիկուն ինքը դա շարունակում է։ Ինքը իրենքից մարդիկ եւ ընտանիքի անդամները եւ շրջապատը իր անում են հայտարարություններ, որից հետո կարծում ես կարմիր գիծը սա է, արդեն դրանից հետո պիտի բռնկվի, բայց չի բռնկվում։ Հիմա հաջորդիվ ինչ պետք է տեղ, այս պարագայում պետք է Փաշինյանը վաղուց չլիներ արդեն իշխանություն։ Բա ինչու՞ կա։ Հիմա ինչը տեղի ունենում։ Երբ որ մենք ասում ենք սա դիմադրության ուժերի, դիմադրող ուժերի եւ հանձնվող ուժերի միջև պայքար է, շատ դեպքերում մեզ ճիշտ չեն անցալում, չեն հասկանում։ Չեն հասկանում մենք ինչի մասին ենք խոսում, որովհետեւ Հայաստանում գոյություն ունի երկու ուղղվածություն։ Այժմ պայքարը տեղի ունենում ընդհանրեն ուղղվածություններից մեկի ներսում ուղղակի։ Երբ որ խոսում են նախկինները, խոսում են ներկաները, խոսում են իրենց շուրջ գոյություն ունեցող արբանյակ ուժերը, սրանք բոլորը հանձնվող ուժեր են, սրանք բոլորի համար կա մեկ սրբություն։ Դա նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, այսինքն ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական այդ համաձայնությունից դուրս չգալն է։ Մյուս բաներում իրենք ազատ են, կարող են իրար ուտել, իրար հայհոյել, իրար նկատմամբ, չգիտեմ, ռեպրեսիաներ կիրառել, բայց այսքանից հետո իրենք շարունակում են հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ին։ Մենք ասում ենք հետևանքները չի պետք վերացնել, այսինքն անընդհատ կարող են նոր հետևանքներ առաջանալ։ Պետք է բուն պատճառը գտնել ու բուն պատճառը վերացնել։ Իսկ բուն պատճառը Հայաստանի Հանրապետության այսօրվա այդ չակերտավոր ընդդիմություն կոչվածի եւ իրեն իշխանություն հռչակած, բայց իրականում խուլիգանական խունտայի համատեղ օպերացիան է, որոնց հիմնական առաջարկը Հայաստանի Հանրապետության հանձնվելն ու պարտությունն է, այսինքն իրենք կողմ են Հայաստանի Հանրապետության հանձնվելուն, կողմ են Հայաստանի Հանրապետության լուծարելուն։ Եթե այլ կարծիք իրենք ունեն, իրենք պետք է օր առաջ հայտարարեն, որ իրենք դեմ են նոյեմբերի 9-ին, պետք է օր առաջ դրանից հրաժարվել ու Հայաստանի Հանրապետությունը կրկին վերադարձնել բանակցային գործընթացների, կրկին վերածել ուժային գործոնի։ Եթե սա չես անում, մնացած ամեն ինչը դատարկաբանություն է ու դրա հետևանքները ամեն օր ավելի վատն է լինելու։ Ինչպես որ այսօր օրինակ մենք տեսնում ենք, որ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները տեղի ունենում, բայց սա նոր չի առաջացել։ Սա ամեն ինչ ավելի պարզ է եղել։ Հիմա ինչ են անում։ Փաշազադեն հայտարարում է, որ պետք է Հայաստանում, չգիտեմ, մզկիթներ կառուցվեն, իսլամական համայնք լինի, ինչ։ Եկեղեցու դերն են փորձում նվազեցնել, որպեսզի տեղ ազատեն, այսինքն երբ որ վակուում է առաջանում, եկեղեցու դերը նվազեցնում են, վակուում է առաջանում, իսկ այդ վակուումը լցվում է ինչ-որ մի նոր բանով։ Աղանդներով եւ Փաշազադեի ասած իսլամով է լցվելու, մենք աղանդներին երանի ենք տալու։ Ասեմ ավելին, աղանդների երանի ենք տալու, դա տեղ է ազատվում, ավելի լուրջ։ Աղանդները դրանք փոքր ոչնչություններ են, իրենք իրենցից բան չեն ներկայացնում մեծ հաշվով, ավելի լուրջ կրոնական համայնք են փորձելու տեղավորել այս բաց տեղում։ Բերելու են իսլամական համայնք, իմիջիալս հնարավոր է նաև նոր սահմանադրությամբ ընդունվի, որ ոչ միայն հայ առաքելական եկեղեցին բացառիկ դեր ունի, այլ նաև, չգիտեմ, իսլամական համայնքը բացառիկ դեր ունի Հայաստանի Հանրապետությունում, հավասարազոր ինչ-որ մեծ մարմին ստեղծեն, որովհետև Ադրբեջանից այդ պահանջները կան, իմիջիալս վերջերս էլ Թուրքիայում երբ որ հավաքվել են իսլամական պետությունների ներկայացուցիչներ 50 քանի երկիր էր հավաքվել, այնտեղ էլ Ադրբեջանը իր պահանջները ներկայացրել, որտեղ որ հիմնականում բոլորը համաձայնվել են նույն նաև մեր հարևան Իրանը նույնպես իր համաձայնությունը տվել Ադրբեջանի ներկայացրած ընդհանուր ստրատեգիա։ Միթե Վարդգործ նախարարությունը եւ ինչ որ բան պատասխանեց, շատ թույլ էսպես պատասխան չէր։ Դա պատասխան չէր։ Մի փոքր հավելեմ, որ ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվում է իսլամի հաղթարշավ, որովհետեւ իսլամը իր բնույթով ավելի պարզ է եւ ներկայիս մարդը հակված է ավելի պարզ, այսպես ասած, մտածողական ձևերը յուրացնելուն։ Դրա համար եթե տեսնում ենք հատկապես քրիստոնեության հաշվին, բայց նաև աթեիստների հաշվին իսլամը շարունակում է ավելի ու ավելի շատ համայնքներ իրենով անել։ Դա մեծ վտանգ է։ Կցանկանամ մեր հոգևորականներին դիմել։ Ես ուղղակի խնդրում եմ
մեր բոլոր հոգևոր հայրերից, որ իրենք էլ անմասն չմնան ու հիմնական խնդրին անդրադառնան, իրենք իրենց ձայնը հենց դրա շուրջ բարձրացնեն։ Ոչ թե այս պահին արշավ է կատարվում եկեղեցու դեմ, սա եկեղեցու դեմ արշավ չի, սա Հայաստանի Հանրապետության դեմ արշավ է։ Ինչպես Սարդարապատում է եղել, ինչպես Ավարայրում է եղել ու ինչպես բազմաթիվ անգամներ դարեր շարունակ եկեղեցին պայքարի կոչանողն է եղել, պայքարի մղողը։ Այսօր նույնպես պետք է մեր եկեղեցի, մեր հոգևոր հայրերը կանգնեն հենց այս ուղղության կողքը, այսինքն պետք է իրենք ասեն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի անկախ, պետք է հանուն դրա պայքարել, ոչ թե պետք է պայքարել այն ժամանակ, երբ որ ասենք ցանկացածի դուրն է թակում։ Այս պայն այս խնդիրը արդեն բոլորիս տներն է մտել։ Այո։ Բոլորիս, բոլոր ոլորտներում, բոլոր համակարգերում այն ոստիկանները, այն աշխատողները, ովքեր որ գնացել են որոշակի գործողություններ կատարել, ձեր տներն են մտնելու։ Այս չարիքը ձեր տներն են մտնելու, ձեր երեխաներին, ձեր ընտանիքի անդամներին է անդրադառնալու։ Դուք վաղը մյուս օր ձեր արած այս գործողությունների պատուղները քաղելու եք, ու շատ վատ պատուղներ են լինելու, դրանք թունավոր են լինելու, դրանք ոչնչացնող են լինելու։ Դուք մոռացվելու եք, տանում եք ազգը կործանման, պետությունը տանում եք կործանման։ Սա արդեն անթույլատրելի է ու պետք է անմասն չմնաք։ Ես այսօր մի պահ պատկերացնում եմ։ Որպես սխալ չընկալվի, նշենք, որ վերջին արտահայտությունները ուժայիններին են վերաբերում եւ ոչ հոգեվորականներին, որոնց ուղղված էր։ Ուժայիններին են վերաբերում վերջի արտահայտությունները ու այսօր մի պահ մտածում եմ հենց ուժայինների մասով, ասենք, ինչ կստացվի, օրինակ, եթե ուժայինները հերթով օրինակ դիմակները հանեն, ասեն հրաժարվում ենք։ Մեկը հանի, կարող է շղթայական process տեղի ունենալ։ Հասել ենք սահմանագծին։ Ես լավատես չեմ, թե դա կլինի, որովհետեւ իրենք հատել են սահման եռաբլուրում քաշքշելով եւ բերման ենթարկելով սևազգեստ մայրերին։ Դա արդեն այն եզրակիցներ, որից հետո իրենք արդեն բոլորովին այլ կերպ են ընկալվում մեր հանրության մեջ եւ ամենայն հավանականությամբ իրենց արյան մեջ էլ տեղի ունեցել շատ որոշակի փոփոխություն, որը գուցե անդառնալի է, այնպես որ ուժայինների վրա ես այդպես մեծ հույս չեմ տնի։ Քրիստոնեաբար պետք է մոտենալ եթե եկեղեցում իրենք փորձեն օրինակ մեղքերի թողություն խնդրել, միգուցե դա դրական քայլ դիտվի, դրական քայլ դիտվի, բայց պետք է հավատը չկորցնել վաղվա օրվա հանդեպ, այսինքն մենք ամենօրյա ռեժիմով մարտական եղբայրություն միաբանություն ամենօրյա ռեժիմով աշխատանք է կատարում, հանդիպումներ է ունենում, գտնում մեր գաղափարակից ընկերներին ու հավատը չի կորցնում, որ Հայաստանում դիմադրության կուսակցությունը, այդ կուսակցությունը, երբ որ ասում եմ, նկատի ունեմ մտածողությունը, ուժը, ինքը դեռ ձևավորված չի, բայց վստահ եմ, որ ինքը օդում կա, այսինքն հասարակության տրամադրության մեջ կա, այսինքն հոգնել է մեր հայ հանրությունը, հոգնել է անընդհատ վախի մթնոլորտի մեջ ապրելով, անընդհատ հանձնվելով։ Մեզ մի գաղափար պետք է միավորի, ու այդ գաղափարը չհանձնվելն է սեփական եսը չկորցնելն, այսինքն հայ մարդու անվտանգությունն է համարում մեկ բանը։ Հայ մարդը պետք է իրեն զգա անվտանգ, իսկ դրա լավագույն տարբերակը անկախ ինքնիշխան պետություն ունենալն է։ Դրա նոր ավելի լավ տարբերակը մարդկությունը դեռ չի գտել։ Դրա ավելի լավ լուծումը չկա։ Մենք մարտականներով պատկերացնում ենք ինչ է պետք անել։ Իսկ թե ինչպես է պետք անել, դա արդեն կերևա հենց այն պահին, երբ որ որոշում կկայացվի սկսել գործողությունները։ Այս առումով նկատենք, որ մի ինչ-որ ունիվերսալ եւ շատ անտաղանդ պլան հրապարակվեց այս շաբաթը, որ բավականին աղմկոտ էր, երձերփակալություններով, խուզարկություններով, անհասկանալի աղմուկներով, այսպես ոստիկանական կուտակումներ, դրան զուգահեռ բողոքի ակցիաներ եւ այլն, եւ այս ամենը հաջորդեց Թուրքիայի վերադարձին։ Թուրքիայի հանդիպումների մասին ըստ էության մեզ որևէ բան նորմալ չհաղորդվեց, այսինքն թվում էր, թե երկար ընդմիջումից հետո հավաքվեցին եւ ինչ որ հետաքրքիր մի լուր պիտի ստանանք, բայց զգացողությունն այնպես էր, թե լեռը մուկ ծնեց, բայց ինչպես եւ խոսեցինք նախորդ հաղորդման ժամանակ, ամենայն հավանականությամբ շատ բան մնացել է ստվերում։ Կա զգացողություն, որ այդ ստվերում մնացածը ծածկելու համար էլ հենց այս աղմուկը կազմակերպվել է։ Կարող է զգացողություն լինել, բայց այս ամեն ինչը շատ հաշվարկված է։ Ոչ թե ինչ որ բան են փորձում ծածկել, այլ հստակ կոնկրետ գործողություններ են անում։ Ես մեզ լսողներին կասեմ, մի հատ հիշեք 2020 թվականի նոյեմբերի 10-ը, հիշեք ինչ տրամադրություններ ունեիք դուք, ինչպես եք տրամադրված, առհասարակ ինչ զգացողություններ ունեիք, ու մի հատ տեսեք այսօր ինչ հոգեվիճակի մեջ եք։
Այսինքն, եթե այն ժամանակ օրինակ դուք դեռ պատրաստ եք պայքարը կռիվը շարունակելու, պատրաստ եք չհանձնվելու, հիմա ամեն կերպ ձեզ հավատացրել են, որ մենք այլընտրանք չունենք, միակ տարբերակը հանձնվելն է։ Այսինքն միակ տարբերակը պարտությունն է ու այլ տարբերակ չկա։ Սա ասում եմ նրա համար, որ հասկանաք ամենօրյա ռեժիմով այդ քարոզչությունը, այդ մեդիա աղբը, երբ որ լսում են բոլոր եթերներով, հանգեցրել է այս իրավիճակին։ Այսինքն ձեզ համոզել են, որ մենք իրականում շատ վատն ենք, շատ թույլ ենք, անկարող ենք, բայց դա այդպես չէ, ես ասում եմ, մեծ ռեսուրսներ են ծախսվում, ու այդ մեծ ռեսուրսներ ծախսվելու իմաստը մեկն է, մեզ համոզել, որ մենք ի վիճակի չենք, այլապես չեն անի, եթե մենք իսկապես ի վիճակի չլինեինք, մեզ չեն էլ փորձի համոզել, որ մենք ի վիճակի չենք։ Ամենայն դեպս մի կարգով եւս բարձրացավ այս խոսույթը, երբ որ ասվեց դե ինչ մի վատ բան է Թուրանը, թող լինի էլի։ Իսկ նկատեք Թուրանը մեր վրայով է անցնում։ Թուրանը մեր չգոյությամբ է պայմանավորված։ Թուրանի հետ կապված էլ երբ որ ինքը հայտարարություններ արեց, ինքը արդեն ասում եմ բոլոր սահմաններն անցել է։ Ես մի պահ պատկերացնում եմ ինքը երբ որ հայտարարություն անի, ասի թե ես իմ ձեռից եկած ամեն ինչն արել եմ։ Ինչն է խանգարում ձեզ հեռացնել ինձ։ Ինչ պատասխան եք տալ, օրինակ չկա դրան նորմալ պատասխան, որովհետև այս պահին մեդիա ռեսուրս ունեցող, ֆինանսական ռեսուրս ունեցող բոլոր քաղաքական ուժերը առհասարակ իրենք իմիտացիա են անում, բայց նորմալ քաղաքական process-ով այս իշխանության վերջ տալը չեն անում։ Այսինքն մենք կարող ենք ինչ որ գործողություններ անել, ինչ որ գործ անել, հայտարարություններ անել, բայց մեր ռեսուրսները ի տարբերություն իրենց երկուսի համատեղ ռեսուրսների անհամատելի քիչ են։ Ոչ մի բան է։ Դրա համար ենք ասում, որ պետք է ամեն օրվա ռեժիմով աշխատել, գտնել, ամեն մեկը ձեր շրջապատում գտեք այն մարդկանց, փորձեք միասին ինչ որ բաների շուրջ մտածել, համախմբվել, բայց հիմնական բանը պետք է լինի կամ դու դիմադրող ես, կամ հանձնվող ես։ Եթե դու հանձնվող ես, դու կողմ ես այսօրվա իրականություն, այսինքն այն ինչ տեղի ունենում, դու գտնում ես, որ դա լավ է։ Եթե չէ, հակառակ պետք է նայել։ Բագրատ սրբազանին ձերբակալեցին, հա, դրա մասն էի ասում։ Այդ սրբազան շարժման մասին մեր դիրքորոշումը մեր համագումարի ժամանակ ասել ենք։ Մենք հստակ ներկայացրել ենք, թե մենք ինչ կարծիք ունենք այդ շարժման վերաբերյալ, հասկացել ենք, որ այդտեղ քաղաքական process առհասարակ տեղի չի ունենում, հասկացել ենք, որ իրենք ուղղակի իրենց գործողություններով մի քիչ հզորացրեցին օրվա կառավարիչներին եւ այդքանն էր։ Հիմա նույնպես այս բոնին իրենք դա օգտագործեցին ու իշխանություններն իրենց ավելի հզոր են հիմա զգում։ Այսինքն այդ սրբազան շարժումը ասվածը ինքը ստեղծված էր, որպեսզի հզորացնի Փաշինյանին։ Ու չեն կարող մեզ հակառակն ապացուցել, որովհետև տեսել ենք, թե ինչպես են, օրինակ, երբ որ սահմանազատում էին իրականացնում ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում, եւ խնդիրը այնտեղ էր եւ պետք էր մնալ այնտեղ։ Ինչպես կազմակերպված ձևով այդ process-ները իրենք հաջողությամբ թողեցին, որ ավարտին հասցվեն, սահմանազատումն արվեց իմիջիայլոց ապօրինի կերպով, այսօր 421 հոդվածներ քրեական օրենսգրքի շրջանառում, որ իրենք դա են խախտել, իմիջիայլոց Փաշինյանը հենց ինքն է այդ հոդվածը խախտել, այսինքն այդ հոդվածի մեջ նշված է, որ ուժով կամ ուժի սպառնալիքի ազդեցության տակ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելը պատժվում է 10-ից 15 էր կարծեմ տարի ազատազրկմամբ։ Հիմա Փաշինյանը դա այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքներ իրենց ասած Ալմատի հռչակագրով դա այդտեղ արդեն սահմանազատումն արվել էր վաղուց խորհրդային միության ժամանակ այդտեղ սահմանազատում արված էր հենց կոնկրետ այդ հատվածում մյուս հատվածներում չէ, բայց կոնկրետ այդ հատվածում արված էր 84-ից 88 թվականին Պարետային հանձնաժողովն է հունվարի 12-ին էր կարծեմ հրապարակվել, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքներ ու Փաշինյանը գնալով ոսկեպար, գնալով Կիրանց, ըստ էության ահաբեկեց, ասում էր, եթե չտանք կհարցակվեն, որ տանք կարող է հարցակվեն, կարող է չէ, բայց եթե չտանք հաստատ հարցակվելու են։ Սա նշանակում է ուժի ազդեցության սպառնալիքի տակ խախտել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ու մեր իրավապահ մարմինները հենց սրանով կարող են գնալ ու ձերբակալել երկրի թիվ 1 մեղավոր պատասխանատուին։ Ես ուզում եմ հիշենք, որ 2023-ից ի վեր 4 անգամ հրապարակ է նետվել
տեղեկատվություն զինված իշխանաձավթման փորձերի մասին։ Անուններն էին Ալբերտ Բազեյան եւ Խաչակիրներ, Հյուսիսային Տերևաթափ, Արբադ, Սրբազան հեղաշրջում, հիշում եք, չէ, ամեն անգամ այդպես դիմակավորված մտնում էին, ինչ որ ծեփում էին պատերին։ Ինչ ենք տեսնում ըստ էության։ Ծանրագույն մեղադրանքներ, ահաբեկչություն, զինված ընդհարումներ, սպանություններ, ծրագրեր եւ այլն, եւ մի քանի ամիս անց կասկածյալները կամ ազատ են արձակվում կամ փոխվում է կալանքի ձևը եւ տնային կալանք է նշանակվում, ըստ էության էապես մեղմացվում է, էլի պատժատեսակը եւ ոչ մի լուր, այսինքն կարծես դավաճանություններ, պետական ահաբեկչություններ եւ այլ, բայց լռում է, այսինքն ինձ համար ակնհայտ է, որ կիրառվում են ինչ-որ տեխնոլոգիաներ։ Իրականում կիրառվում է ուղղակի մեդիա աղբի համար այդ ամեն ինչը, որովհետև բացի այդ 20 թվականի պատերազմում պետական դավաճաններ կային։ Մենք երբևիցե չտեսանք որևիցե պետական դավաճանի, կատավճիռ չեղավ 5 տարի անցել։ Այո։ Բազմաթիվ անգամներ լսել ենք, որ պետությունը թալանել են, կոռուպցիոն սխեմաներ են եղել, չգիտեմ ինչ են եղել, ու իրենք անդադ խոսք էին տալի, որ դա շտկելու են, իրենք արդարադատությունը վերականգնվելու է, sense բաներ են հայտարարում։ Հիմա ամեն անգամ կարող մեկ Range Rover կամ 1000 մետր հողի մակարդակով խոսքի ինչ որ բան գրի, ստատուս գրի, հատիկ առ հատիկ վերադարձվում է, չէ։ Իրենք իրենց ոչ մի ասացի հետևից նախ չեն գնում, որովհետև իրենց պետք էլ չի։ Իրենց պետք է ընդհանրապես ժողովրդին զբաղեցնել նման հայտարարություններով։ Տեսարան լինի, մի օր զբաղացնեն, հաջորդ օրը կմտածեն, թե ինչ են անում, բայց հիմնական գործունեությունը ինչ որ կատարում են, իրենց հիմնական գործունեությունից իրենք չեն շեղվում։ Այսինքն պետությունը պետք է կազմաքանդել, պետությունը պետք է լուծարել, այնպես ինչպես արեցին Արցախում, այդ ուղղությամբ իրենք անշեղորեն են շարժվում, այսինքն հստակ բոլոր քայլերը անում են ու բոլոր կետերին խփում են։ Եվս մի դրվագի կուզեի անդրադառնալ, մենք որպես մարտականներ չենք կարող անտեսել, թե ինչ կադրեր ցուցադրվեցին, երբ որ այդ խուզարկությունները, ձերբակալությունները արվում էին։ Ցուցադրվում էին զենքի կադրեր, իհարկե նաև կրակված փամփուշտներ եւ այլ ինչ որ քանակ ապահովելու համար ԱՄՆ-ին հավանականությամբ, բայց նաև զենքեր, որոնք օրինական էին։ Եվ մենք հիշում ենք, թե ինչ մեծ դժվարությամբ կարողացանք բոլոր նրանցով, ովքեր որ կարևորում են զենքի մշակույթը, հասնել զենքի այս օրենքին, որ մենք հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրավասու ենք հանձնել քննությունները, անցնել համապատասխան տեսական եւ գործնակալ պարապմունքները, հանձնել քննությունները եւ ունենալ մարտական զենքեր։ Մենք գիտենք, որ ամերիկյան դեմոկրատիայի հիմքում հենց դրված է քաղաքացու զենք ունենալու իրավունքը եւ ամերիկացի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր այդ զենքի իրավունքը իր ձեռքից վերցնեն։ Իսկ հիմա ամենայն հավանականությամբ այստեղ ցուցադրվում են այդ կադրերը, որպեսզի ցույց տան այ տեսեք այս օրինական զենքերով ինչ որ աղաբեկչություն էին փորձում անել։ Ճիշտ է, կարելի է ունենալ նման մտավախություն եւ արդյոք սա հիշեցնում է հենց այն դրվագը, ինչ որ մենք ունեցել ենք Եղեռնից առաջ, երբ փորձել են լիարժեք զինաթափել հայ ժողովրդին։ Իդեպ օրենքը ընդունվելու ժամանակ էլ, երբ որ օրենքը դեռ քննարկման փուլում էր, մենք այդ մտավախությունը միշտ ենք ունեցել, որովհետեւ իրենց քայլերը տարել են նրան, որ հայ ժողովրդին, հայ ազգին ու Հայաստանի Հանրապետության պետք է սարքին անատամ։ Ուղղակի քանի որ այդ ժամանակ իրենց համար մի քիչ ավելի դժվար կլիներ դեմ դուրս գալ այս օրենքին, այսինքն չընդունել այդ օրենքը, իրենք այդ կերպ նույնպես լրացրեցին, որովհետև ովքեր են առաջերտին պահանջում ռազմամարզականներն էին, որտեղ որ հիմնականում հավաքված են պատերազմի մասնակիցներ։ Իրենք այդ պատերազմի մասնակիցների պահանջը փորձեցին իրականացնել, որպեսզի չտանեն լարման, որովհետև դրա արդյունքը չգիտեն ինչ կլինի։ Այսինքն ցանկացած պատերազմից հետո գտնող պետություն ունենում է նման վտանգներ, որ պատերազմի մասնակիցները կարող են ոչ adekvat գտնվել, չգիտեմ, ոչ համարժեք արձագանքել։ Դրա համար ասեցին, այս փուլում կգնանք իրենց սրտով, հաջորդիվ կհասկանանք, բայց օրինակ ես տեսել եմ քննարկումներում, ես եմ որպես մարտական եղբայրության անդամ ես եմ ներկա գտնվել, թե իրենք ինչպես են փորձում մեկնաբանել կամ փորձում դրան դեմ դուրս գալ ու հասկանում էին, որ միգուցե ինչ որ իրավիճակ լինի, որտեղ որ նրանք կարող են հետ կանչել կամ, չգիտեմ, հակառակ օրենքն ընդունել
այդ օրենքը չեղյալ համարել։ Այս հարցին երևի առանձին մի օր անդրադառնանք, որովհետև հետաքրքիր է եւ պետք է շերտերը բացել եւս մեկ անգամ կարևորելու համար։ Ես անձամբ իմ մտերիմների հետ աշխատում էի այդ օրենքի ուղղությամբ, որովհետև տեսնում էի, որ աշխարհում շատանում են քաղաքային մարտերը եւ ես ուզում էի, որ իմ ընտանիքը գոնե մինիմալ ապահովություն ունենա, որ այսպես ասած ուղղակի հանձնվելու խնդրի առաջ չկանգնենք, այլ կարողանանք թեկոս մի փոքր դիմադրություն ցույց տալ։ Հասկանալի է, որ չես կարող տունը զինապահեստ սարքել, բայց գոնե մի փոքր։ Մենք երբ որ սա մեկնաբանում ենք, ասում ենք մեզ միշտ ներկայացնում եք, ասում եք Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, քիչ բնակչությամբ։ Մենք սա հակադարձում ենք, ասում ենք քիչ բնակչությամբ փոքր երկիր է, որպեսզի քաղաքները կարողանան դիմակայել մարտահրավերներին, պետք է ցանկացած հայ մարդ օրինական զինված լինի։ Որ մինիմալ քանակի իր տան ունենա փամփուշտներ, որովհետեւ օրինակ պայմանական մեզ միշտ փորձել են ահաբեկել, ասել, եթե Ադրբեջանը կրվեն, միգուցե Թուրքիան էլ հարձակվի, հասկանան, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո ամեն պատուհանից, ամեն նկուղից իրենց վրա կարող են կրակել։ Այսինքն մարդիկ մնալու են իրենց տներում, ոչ թե խոճապի մատնված փախնելու են, այլ դիմադրելու են։ Սա համարժեք է միջուկային զենք, այսինքն որ ամբողջ Հայաստանը դիմակայում է ի վիճակի լինի դիմադրել ու սպառնալիք լինի թշնամու զինվորի համար, մենք դրանով մեր խնդիրը լուծած կլինենք։ Մեր հիմնական մեսիջն էս էր։ Շատերը մեզ ասում են դեմոկրատիան դա հետևանք է լինելու։ Այո։ Բայց հիմնականը կենսական նշանակության խնդիրներն են, այսինքն այն ինչը որ մեզ այս պահին առաջնային է։ Այս պահին փաստորեն այս երկու կետով էլ հարված է հասցվում։ Եվ անդրադառնանք ազգային ժողով բերված օրենսդրական նախաձեռնությանը, որով կառավարությունը մտադիր է վերցնել հեծի կառավարումը իր ձեռքը։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի հեծ փակbaşնետիրական ընկերության կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք, ասաց Փաշինյանը։ Թե իրավական ինչ մեխանիզմներ կգործադրվեն դեռ պարզ չէ, սակայն հիշեցնենք, որ դեռ կալանավորված է Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Եվ Սրբազան հեղաշրջման պլանի մեջ արկա էլեկտրաէներգիայի եւ համացանցի խափանումները այդպիսի ինչ որ բացահայտում էին արել, մտածում էին, որ պիտի արվի հենց Սամվել Կարապետյանի միջոցով։ Կարող ենք ասել, փորձում է հարթ անցկացնել հեծի սեփականաշնորհումը, բայց հիմքում դրվելու է մեկ ուրիշ վտանգավոր կետ։ Ի վերջո դրա բաժնետոմսերը հասանելի են դառնալու բոլոր ցանկացողներին եւ հնարավորություն ունեցողներին։ Սրա հետ կապված կփորձեմ մեր լսողներին բացատրել, թե առհասարակ այս էներգետիկ համակարգը ինչպես է կառուցված ու ինչպես է գործում։ Ու հեծը այս էներգետիկ ամբողջ համակարգում ինչպիսի դեր ունի։ Մեր էներգետիկ համակարգը կազմված է էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններից, որոնցից կան եւ պետական եւ մասնավորներ, այսինքն հիդրոէլեկտրակայաններ կան, որոնք եւ մեծ հիդրոէլեկտրակայաններ կան, ինչպես օրինակ Տաթևինն է կամ, չգիտեմ, Հրազդանն է, կան նաեւ ջերմաէլեկտրակայաններ, կա ատոմակայանը, կան նաեւ հիմա տարբեր մարդկարևային պանելներով, որոնք որ էլեկտրաէներգիա արտադրող ու վաճառող են։ Սա մի կառույց է։ Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները էլեկտրաէներգիան արտադրում են, փոխանցում են բարձրավոտ էլեկտրական ցանցերին, այսինքն իրենք անկայուն հոսանք արտադրում են, փոխանցում են բարձրավոտ էլեկտրացանցերին, որը որ ամբողջությամբ պետական է, փակbaşնետիրական ընկերություն է ու պատկանում է, ենթարկվում է տարածքային կառավարման նախարարությանը։ Իրենք դա սարքում են հաստատուն հոսանք, հետո դրան օպերատորական կառույց կա, որը որ պետական է։ Այդ օպերատորական կառույցի միջոցով փոխանցում են հեծին։ Հեծը սարքում է 220 վոլտ կամ չգիտեմ մի քիչ ավելի հզոր, ինչ հզորության պետք է, կայուն հաստատուն հոսանք հասցնում է բնակիչներին։ Հեծը դա բարձրիշ ցանցերն են, այսինքն վերջնական սպառողին հեծն է հասցնում։ Էներգետիկ համակարգը մեծ է, հիմնականը պետական է, չնայած կան նաև օտար երկրներ դրողներ, օրինակ կամ կապիտալ, օրինակ նույն ատոմակայանը, որը իբր թե Հայաստանում է հայկական է, բայց Հայաստանի Հանրապետությունը կարելի ասել դրա հետ կապ չունի, որովհետև ամբողջությամբ ռուսական կառավարման է հանձնված, կան նաև այլ երկրների կողմից վերցված օրինակ հիդրոէլեկտրակայաններ։ Հիմա հերթը հասել է հեծին։ Այո, հեծում բազմաթիվ խնդիրներ կան։ Հեծը ի տարբերություն նախորդի թվարկած
կառույցների ինքը բավականին հնացած կառույց է ու շատ դանդաղ են հեցում գնում փոփոխությունները։ Մենք այսօր բոլորս էլ տեսնում ենք մեր կենցաղում թե ինչպիսի խնդիրներ են ինչպիսի խնդիրներ են բախվում առօրյայում, երբ որ անդադ հոսանքազրկումներ են տեղի ունենում, անդադ ինչ-որ խնդիրներ են առաջանում, բայց սրա լուծումը կազմակերպել պետականացման միջոցով մեծ սխալ է։ Այսինքն սրան այլ մեխանիզմներ կար։ Իրենք երբ որ ասում են ազգայնացնելուն տարբեր մեթոդներ կան։ Սա պետականացնելը ինչը որ բնորոշ է խորհրդային միությանը։ Երբ որ մենք անդադ ասում ենք որ սրանք նեոբոլշևիկներ են ու իրենց բնույթով այդպես են գործում։ Իրենք էլ անդադապացուցում են որ ճիշտ է։ Իրենք անընդհատ բանը հասել է արդեն կապիտալին, իրենք փորձում են դա պետականացնել։ Պետական մնացած կառույցները կան, սա պետք է օրինակ նորմալ մասնավորի ձեռքը լիներ։ Ես չգիտեմ, ներսում չեմ գտնվել, որպես սպառող կարող եմ ասել, որ ինձ գոհացնող չի հեծի գործունեությունը։ Բայց դա էլ կարգավորվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Այո, դրա համար մեխանիզմներ կան։ Պետությունը դա պետք է գործադրեր։ Իսկ ինչ մնում է ազգայնացնելու այլ տարբերակ եկար, կարող էր ազգային կապիտալի ձեռքը տալ, օրինակ հայկական ծագման մի քանի ընկերություններ, օրինակ կարող են փայատեր դառնալ, բայց սա իրենց անելիքը չի։ Ինչպես իրենց անելիքը չի, օրինակ եկեղեցու հարցերը կարգավորել, ինչպես իրենց անելիքը չի հանքարդյունաբերությունը ու մնացած ամբողջը, ինչը որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը ու նրա անվտանգությանը, սա պետք չի իրենց ձեռքով ոչինչ արվի։ Ավելի լավ իրենք ոչինչ չանեն, քան ինչ որ հարցի կպնեն։ Խնդիրներ կան, բոլոր տեղերը խնդիրներ կան։ Ու իմիջիալից այս նույն հեծներ, չէ՞ որ գրավադրվել է կառավարության երաշխավորությամբ։ Սա ինչ են անելու, այսինքն վերջում դառնալու է այսպես։ Իրենք չեն կարողանալու հեծը ուղղակի վերցնել դաշույր գրուպից, որովհետև միջազգային կոնվենցիաներ կան, միջազգային օրենքներ կան, չգիտեմ, որի տակ Հայաստանը ստորագրել է։ Իրենք փորձելու են մեխանիզմը արդեն հրապարակվել է, դաշույր գրուպին փոխհատուցում տալու են։ Հա, իսկ այդ փոխհատուցումը լինելու է ոչ թե իրենց հաշվին կամ պետության հաշվին, մեր հաշվին, այսինքն այդ հեծը նախ գրավադրված է, մի բան էլ 1 միլիարդի կարգի գումար վերցնելու են, այն գումարով, որով որ դաշույր գրուպը ձեռք է բերել։ Փոխանցելու են դաշույր գրուպի, մեր արտաքին պարտքը եւս 1 միլիարդով ավելանալու է, որը փակելու ենք մենք բոլորովս։ Սամվել Կարապետյանի հայտարարության տակ էլ քանի որ իրականում ոչինչ չեն կարող գտնել, միանշանակ է, չէ՞ որ չեն կարող գտնել։ Ի վերջո բաց են թողնելու, այսպես կարելի ասել, սրբագործված վիճակում։ Իր փողը հասնելու է իրեն։ Ինքը դրա համար է շատ վստահ ասում, որ թքացում եմ իրենց վրա լուրջ մտահոգություն են հայտնում, որ այսուհետ մեր երկիրը կարող է շատ ոչ ցանկալի տիրույթ համարվել ներդրողների համար, խոշոր ներդրողների համար, որտեղ մարդիկ տեսնում սրան էլ կփորձեմ անդրադառնալ մեր երկիրը վաղուց դարել է ոչ ցանկալի։ Մենք խոշոր ներդրումներ չենք ներգրավում, կարող ենք փորձել ինքներդ հիշել։ Երբ է մեր երկրում որոշակի խոշոր ներդրում կատարվել։ Արտաքին ներդրողներից ովքեր են գալի Հայաստան։ Դե ուր կան։ Անընդհատ երբ որ տնտեսագետներին ես եմ լսում ժամանակ առ ժամանակ, երբ որ ասում են մեր երկիրը կդառնա ոչ ցանկալի։ Մեր երկիրը վաղուց դարել է ոչ ցանկալի։ Ու դա ոչ միայն այս իշխանությունները, այլ նախորդների շնորհիվ է, երբ որ Հայաստանում ներդրողներին անդադ խաբել ու գցել են։ Մենք ներդրողների համար բավականին վատ պայմաններ ենք առաջարկել, բավականին վատ ենք վերաբերվել ներդրողների հանդեպ։ Դրա համար մեր երկիրը ներդրումներ չի ներգրավում։ Փողերի լվացումներ, որոշակի ապրանքների ներմուծում արտահանում որպես տրանզիտ երկիր, չգիտեմ, որոշակի մախինացիաներով, դա իրականացնում են, բայց դրա հաշվին էլ ինչ է տեղի ունենում։ Դրամը թանկանում է, ու մեր արտահանումն է սկսում վնասել։ Մի քանի հոգի գումարներ են աշխատում, մի քանի ընկերություն, ինչպես օրինակ վերջերս նշվեց ազգային ժողովի պատգամավոր Խաչատ Մուսուկյասյանի ընկերություններից մեկը Ռուսաստանից ոսկե ներմուծում արտահանում, դրաման շարժը կա, Հայաստանում դա հաշվում են ընդհանուր հնայի հետ։ Գները բարձրանում են անշեղորեն։ Դրամը թանկանում է, մեր այդ թանկացած դրամով արդեն երբ որ ինչ-որ մի բան պետք է արտահանվի արտաքին շուկաներ, ձեռ չի տալի։ Այո։ Եվ հաղորդման վերջում շնորհավոր ենք միմյանց մեր հարևան Իրանի եւ Իսրայելի հակամարտության այս փուլի ավարտի կապակցությամբ կնքվեց հրադադար։ Հրադադարը անշուշտ փխրուն է, մի օր միանշանակ է, որ նորից պայթելու է մեր տարածաշրջանում պատերազմը, բայց այս պահին թերևս մեզ էլ է ձեռնտու
շունչ առնել եւ նորմալ պատրաստվել այն պատերազմին, այն արհավիրքին, որ միանշանակ է գալու է, բերելու են։ Դա մեր ցանկությամբ չի, դա աշխարհի մեծերի ցանկությամբ է եւ իրենք այդ մասին անթակույց ասում են անընդհատ։ Եվ այս պահին առաջինը ում ուղղում է իր հայացքը Իրանը, դա մեր հարևան Ադրբեջանն է, մեր հարևան եւ թշնամի Ադրբեջանն է, որի տարածքից Իսրայելին օգնություն ցույց տալու, ինչ որ ինքնաթիռներ լիցքավորելու եւ այլ ռազմական օգնության մասին բարբերաբար խոսվել է այս 12 օրերի հակամարտության ժամանակ։ Իսկ Ալիևը միանգամից արդարանում է, թե հնարավոր չի այդպիսի բան անհնար է։ Թե կուլ կտա Իրանը այս թիկունքից հարվածը, թե ինչպես կփորձի արձագանքել, արդյոք բավարար ուժ կգտնի իր մեջ սրել մի փոքր հարաբերությունը, արդեն ժամանակի հետ կտեսնենք, համենայն դեպս գիտենք, որպես հին քաղաքակրթություն Իրանը չի մոռանում նման դեպքերը։ Հայաստանը պետք է մի բան ֆիքսի ու բոլոր հայ մարդիկ Իրանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ։ Մոռացեք, պետք չի անընդհատ հուսալ, որ Իրանը կանխեց, Իրանը էս արեց, Իրանն են արեց, Իրանը իր հարցերն է կարգավորում։ Իրանը այսօր կարող է շատ լավ լինել Ադրբեջանը, վաղ կարող է շատ վատ լինել։ Դրանից մեծ հաշվով ոչինչ։ Եթե մենք ինքներս պատրաստ չենք մեր անվտանգությունը, մեր անկախությունը պահելու։ Իսկ պահելը դա չի լինում ուղղակի տենց իրար մեջ լավ խոսելով, չգիտեմ, ջան ասելով, ջան լսելով, հա։ Դա պահանջում է քրտինք ու նաև որոշ դեպքերում նաև արյուն։ Մենք դա պետք է պատրաստ լինենք։ Երբ որ մեզ ասում են ում երեխեքի հաշվին, մենք շատ դեպքերում դրան հակադարձում ենք, ասում ենք իսկ ում երեխեքին եք թողում այդ խնդիրը։ Իսկ ում երեխեքն են վերցնելու այդ խնդիրը շարունակեն, խնդիրները շարունակական են։ Իսկ ում երեխեքին եք թողնում վտանգի տակ, որովհետև եթե դիմադրություն չի լինում, գալու են հասնել մեր դռանը։ Եվ վերջում ասեմ, որ սա իրականում շատ նաև մյուս կողմից լավ process-ներ են։ Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, այսինքն բոլորի օրերն ու ժամերը դառնում են հաշված։ Դիմակները պատռվում են։ Այնտեղ չկա, այսինքն բոլորը արդեն բարձեք, դա մի կողմից լավ է։ Երբ որ այս չափի այս մակարդակի կեղտ է դուրս գալիս ջրի երես, դրանից հետո սկսվում է մաքրման process-ը ու ես ու մենք հավատացած ենք, որ հաջորդի լինելու է նոր որակի ու նոր մակարդակի քաղաքական դաշտ Հայաստան աշխարհում։ Ես հավատացած եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Մեր ձեռքերով պիտի բերենք։ Շատ լինենք, շուտ կբերենք։ Լավ մնացեք։